Ես կարծում եմ, որ ամենախոսուն ցուցանիշը դա նա է, որ ՓՄԾ-ն վճարում է մեր ամբողջ հարկերի 2.5%։ Ամենախոսուն ցուցանիշն է։ Իսկ առհասարակ ես կարծում եմ հարկ պետքա բոլորը վճարեն։ Հարկ պետքա բոլորը վճարեն, որպեսզի իրենք նաև բոլորը այս պետության տերն են, իրենց չափով։ Եվ այո, պետքա եւ ուսուցիչը հարկ վճարի, եւ զինվորականն է հարկ վճարում, եւ ՓՄԶ-ն պետքա վճարի, որովհետեւ պետությունը հարկերով են պահում։ Եվ պետության, այո, ՓՄԶ-ն պետքա քիչ վճարի, եւ քիչ է վճարում։ Բայց իմ կարծիքով հարկ վճարելու կուլտուրան ինքը թեկուս քիչ հարկ։ Ինքը շատ կարևոր է, որովհետեւ հարկ վճարող մարդը ինքը իրեն պետության տեր է զգում։ Վատի, այսինքն այս պետության մեջ տեղի ունեցող բոլոր բաներին ինքը տեր է զգում։ Եվ նաև պահանջում է, պատասխանատվություն է պահանջում։ Իսկ հարկ չվճարող մարդը, գիտեք, հարկ չվճարող մարդը, եթե մարդը հարկ չի վճարում, դա առաջի քայլն է, որ իրենց զրկում ես խոսելու եւ ձայնի իրավունքից։ Որովհետեւ եթե մարդը վճարում է տարեկան 50,000 դրամ հարկ, ինքը իրավունք ունի պահանջի իշխանությունից 500 միլիոնի բան։ Եթե մարդը չի վճարում 50,000 դրամ հարկ, ոչ մի բան պահանջելու իրավունք չունի։ Ես չեմ ուզում, որ մեր տասնյակ հազարավոր բիզնեսմենները չվճարեն 50,000 դրամ հարկ պայմանական կամ 100,000 դրամ հարկ եւ նրանք լինեն չունենան ձայնի իրավունք։ Չէ, իրենք պետք է վճարեն քիչ հարկ, լինեն այս պետության տերը եւ պահանջեն այս պետությունից դառնալ ավելի լավը։ Եվ ունենան ձայնի իրավունք։ Սա մեկ, մնացածը թե քանի տոկոս կլինի, քննարկելի հարցեր են, միշտ էլ քննարկում են, միշտ էլ կարելի է լավարկել, բայց փիլիսոփայության տեսանկյունից ես կարծում եմ, որ սա առաջին հերթին քաղաքական ու քաղաքակրթական հարց է, որովհետև չամիչով բուլկին իր մեջ 1 դրամ պետք է հարկի բաժին ունենա, ակնհայտ պետք է ունենա, այսինքն ես կարծում եմ, որ եւ դա վաճառող քաղաքացին ինքը շատ գոհ է, երբ որ ինքը 1 դրամ օրինակ վճարում է հարկ պայմանական, հա, կամ 2 դրամ այդ ուրեմն պրոդուկտից հարկ է վճարում եւ դա գնում է օրինակ բանակի զինելուն, դա գնում է կենսաթոշակի ավելացմանը, դա գնում է 600,000 կենսաթոշակառուի առողջապահության համապարփակ ապահովագրության։ Ես կարծում եմ, այդ մարդը շատ ավելի գոհ ու երջանիկ է այդ իրավիճակից, երբ որ իր վաճառած չամիչով բուլկից ընդհանրեն 2 դրամ գնում է հարկը։ Ոչ թե այն դեպքից, երբ որ դա չի գնում հարկ, եւ ասենք օրինակ իր ծնողը ստիպված է լինում ենթադրենք 1 միլիոն դրամանոց վիրահատությունը կամ չանի դատապարտվելով վատ հետևանքի, կամ ինքը ստիպված պետք է գնա վարկ վերցնի, բարձր տոկոսով ու գնա օրինակ 1 միլիոն դրամ վճարի իր ծնողի ապահովագրության համար։ Ես կարծում եմ, որ սոցիալական համերաշխությունը, սոցիալական արդարությունը նա է, որ բոլորս վճարում ենք մեր հարկերը եւ պետությունը դա վերադարձնում է մեզ։ Իսկ կներեք, որ կարծեմ արդեն 50-60 հազարի թվերն անցել է։ Այդքան մարդ, որ անվճար ապահովագրություն ստացել, բա այդ հարկերի միջոցով չի դա։ Դա այո, դա բոլորիս վճարը, ձեր վճարած լրագրողներն են հարկ վճարում։ Զինվորականը հարկ է վճարում, բժիշկը հարկ է վճարում, ուսուցիչները հարկ են վճարում, բանվորները, մաքրուհիները բոլորը հարկ են վճարում։ Եվ մենք վճարած հարկերով մենք պահում ենք մեր պետությունը։ Մենք մեր բանակն ենք ուժեղացնում, մենք մեր տնտեսությունն ենք ուժեղացնում, այս ասացի, որ 22.5 միլիարդ դրամ մեր մի ծրագրով հետ ենք տվել բիզնեսին։ Այդ բիզնեսի վճարած փողն է։
տվել է մեզ, մենք վերադարձել ենք իրեն։ Սա է